Եթե դուք կանգնել եք կարմիր գծերի վրա, ձեր ավտոմեքենան կայանել եք կարմիր գծերի վրա եւ ստացել եք արձանագրություն իրավախախտման վերաբերյալ, ապա ես առաջարկում եմ մեր փորձը ինչպես ցույց է տալիս, ներկայացնել առարկություններ այն անձին, ով որ ուղարկել է ձեզ այդ արձանագրությունը եւ խնդրել հաշվի առնել, որ գործի քննության ժամանակ լսումներ ա դա կոչվում, լսումների ժամանակ հաշվի առնել ձեր առարկությունները։ Եթե ձեր առարկությունները ամեն դեպքում չեն անցնում եւ նշանակվում է վարչական տույժ, ապա դուք պետք է բողոքարկեք այդ վարչական տույժը վերադասության կարգով, որ ինչպես նորից մեր փորձը ցույց է տալիս, բավարարվում է եւ վարչական ակտը անվավեր է ճանաչվում, այսինքն դուք չեք վճարում այդ գումարը։ Այն արձանագրությունները, որոնք ես ստացել եմ, դրանցով որևէ մեկով ապացուցված չէր 6 րոպե անընդմեջ կայանելու տևողություն, այսինքն ոչ մեկի ավտոմեքենայի վրա կամերան 6 րոպե անընդմեջ չի նկարում։ Դա նույնպես ուժեղ կետ է, որի վրա կարելի է հիմնվել։ Այս դեպքում պետական տուր ենթակա չէ վճարման, քանի որ չի մատուցվում որևէ ծառայություն, չկա որևէ հանդիպական գործողություն, վճարման կարգ չկա, վճարման ժամկետներ չկա։ Օրինակ 1 ժամից մինչև 1 ժամ կայանելու դեպքում երբ ես պետքա վճարեմ, 5 րոպեից ավել եմ կայանել, 20 րոպե եմ կայանել, լավ, ես երբ պետք է այդ գումարը վճարեմ, որևէ տեղ չկա գրած այդ մասին։ Այստեղ մի հատ խնդիր կա, որ նորից ոլորտը կարգավորող ակտերը սահմանում են, որ պետքա համակարգը ապահովի րոպեներով հաշվարկ, բայց րոպեներով հաշվարկ չի ապահովում այսօրվա դրությամբ, ուստի այսքան կիրառելի չի այդ իրավական ակտը, քանի որ իրավական ակտը կարող է կիրառելի լինի այն դեպքում, երբ որ հնարավորություն կա ապահովել դրա կիրառելիությունը։ Մենք շատ լավ օրենք ունենք, ասեմ, վարչահարության հիմունքների եւ վարչական վարույթների մասին օրենք է կոչվում։ Այդ օրենքը ասում է sense մի բան, եթե վարչական մարմինը, տվյալ դեպքում քաղաքապետարանը, մի հարցի վերաբերյալ ինչ-որ նույն հանգամանքների պայմաններում փաստական ինչ-որ դիրքորոշում է արտահայտել, այսինքն տվյալ դեպքում գտել է, որ պետք է ակտը անվեր ճանաչել, քանի որ ապացուցված չի, չգիտեմ, այդ հիմքով, ապա մյուս բոլոր նմանատիպ դեպքերում վարչական մարմինը, քաղաքապետարանը պարտավոր է կայացնել նույն որոշումը։ Իմ մոտ ինչքան գործ եկել է, ինչքան տեսել ենք այս կարմիր գծերի հետ կապված, բոլորը նույնն են։ Ասենք մի 6 րոպե, 10 րոպե, 15 րոպե, երկու հատ կետի վրա նկարած է մեքենան եւ գալիս է ակտը, որ կանգնել ես ավելի քան 5 րոպե եւ պետքա տուգանես։ Հիմա այդ բոլոր գործերով մենք ուղարկել ենք եւ բոլոր գործերով անվեր է ճանաչվել վարչական ակտը։ Դա նշանակում է նույնանման բոլոր դեպքերով, եթե այդպիսի ակտեր կան ու բողոք ուղարկվի քաղաքապետարան, քաղաքապետարանը պարտավոր է ուղղակի անվեր ճանաչի այդ ակտը, ելնելով նախկինում իր կայացած որոշումներից, ճակերտավոր այդ նախադեպերից։ Ուրեմն սահմանադրությունով ասում է, որ տուրքերի վճարման կարգը պետք է սահմանվի օրենքով։ Մենք չունենք այս ավտոկայանատեղի տուրքի վճարման կարգ սահմանված օրենքով։ Ասենք սահմանված չի, թե այդ 5 րոպե, լավ, եթե 5 րոպե կայանեցիր, այդ տուրքը երբ ես վճարում։ Եթե սահմանված չունեմ, ոչ մեկ ինձ չի կարող ասի, որ ես կայանել եմ ու չեմ վճարել, որովհետև այդ դեպքում ես կասեմ, բա երբ ես պետքա վճարեմ այդ գումարը։ Ես մտածում եմ, որ մի տարի հետո պետքա վճարեմ այդ գումարը։ Վարչական բողոք քննող ստորաբաժանումը, որ ինքը կոչվում է վերադասության կարգով բողոք։ Այդ բողոքը քննում է նույն ստորաբաժանումը, որը որ որոշում է կայացրել վարչական տույժ նշանակելու մասին։ Ես նման բան ասենք չեմ պատկերացնում, որ մի մարմին, ասենք մի ստորաբաժանում որոշում կայացնի վարչական տույժ նշանակելու մասին, ու այդ նույն ստորաբաժանումը իրավասու լինի վերադասության կարգով վերանայի իր իսկ որոշումը։ Աբսուրդ է, ես չեմ պատկերացնում նման բան, ասենք չկա էլի, բայց ամենաաբսուրդը ասեմ որն է, դա ոչինչ։ Ամենաաբսուրդը այն է, որ այդ նույն ստորաբաժանումը, նույն մարդը, որը որոշել էր վարչական տույժ նշանակեր, նույն մարդը իր որոշումը անվավեր ճանաչեց։ Ասենք ես դա ընդհանրապես չհասկացա, թե դա ինչ էր էլի, ուղղակի ինչպես կարա նույն մարդը ասի, ես հա խախտում ես արի, քեզ տուգանում եմ,
Հետո բողոքես, ասես, էլի նույն բաներով, նույն հիմքերով ինչ որ ի սկզբանե ասել, ասի լավ, անվավեր եմ ճանաչում իմ որոշում։ Ասեմ, որ նմանատիպ մոտ 15 որոշում ունենք, էլի նույն ընթացակարգով անցած, սկզբում խնդրել ենք հաշվի առնել մեր փաստարկները եւ մեզ չտուգանել, լա հաշվի չեն առել տուգանելն, հետո բողոքարկել ենք նույն փաստարկներ, նույն մարդը անվավեր է ճանաչել իր որոշումը։